Բարի կեսօր հարգելի հետևորդներ, առաջիկա րոպեներին կներկայացնեմ օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Դուք դիտում եք ABC լուրերի հերթական թողարկումը, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ինչու է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել, մանրամասներ է հայտնել պաշտպանը։ Պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ, ինչու է դատարանը մերժել միջնորդությունը։ Սերժ Սարգսյանի նոր մեղադրանք են առաջադրել Աշոտյանը, մանրամասներ է հայտնել։ Չկարգավորված հարաբերություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև, Թրամփը հիշեցրել է Ալժիրի համաձայնագիրը։ Թողարկումը սկսենք ցավալի լուրով։ Նոյեմբերի 6-ից որոնվող 29-ամյա արցախցի Արսեն Թևոսյանը ինքնասպան է եղել։ Հարազատները պատմում են, որ Արսենը 2020 թվականի պատերազմից հետո ձեռք էր բերել առողջական խնդիրներ և ստրեսային ծանր վիճակում էր։ Նա հիշողության կորուստ է ունեցել, անցել է բուժումներ, վերականգնվել, սակայն առողջական անկայունությունը սրվել է 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո։ Բուժումները վերսկսել էր Երևանում։ Երեկ Արսենը պետք է հիվանդանոց գնար, սակայն չի գնացել։ Նա բարեկամներից մեկին հաղորդագրություն է ուղարկել, ասելով, որ իրեն լավ է զգում։ Բայց պարզվում է նա Ավանում գտնվող հյուրանոցներից մեկում համար է վերցրել և այնտեղ ինքնասպան եղել։ Արսեն Թևոսյանը ծնվել էր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարագյուղում։ 29-ամյա արցախցին ամուսնացած էր, ունի 2 անչափահաս երեխա։ Վերջին շրջանում արցախցիների ինքնասպանության դեպքերը կտրուկ աճել են։ Թեման մեր խմբագրության ուշադրության կենտրոնում է։ Երևանի բանտում կտրուկ վատացել է 19 օր առաջ կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։ Փաստաբանը պատմել է, որ Ղուկասյանը տառապում է շաքարային դիաբետով և հենց կեսօրին նրա արյան շաքարի մակարդակը կտրուկ բարձրացել է, հասնելով մինչև 19-ի։ Այդ պահին Ղուկասյանը սկսել է սրտի շրջանում ուժեղ ցավեր զգալ։ Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապօգնություն և Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին քննչական կոմիտե են հրավիրել և նոր մեղադրանք առաջադրել 6 տարվա վաղեմության ցուցմունքներով, որոնք դեռ ժամանակին համարվել են սխալ թարգմանության հետևանք, հայտնել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Իսկ թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը, դիտենք տեսանյութը։ 2019 թվականին ողորմած հոգի Միքայել Բաղդասարովի արձակագրությունների ընթացքում նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ կորզել էր որոշակի, այսպես ասած, ցուցմունքներ 3-րդ նախագահի դեմ։ Հետո, երբ որ երես-բերես են արել, առերեսում են արել նախաքննական մարմնում Սերժ Սարգսյանին և լուսահոգի Միքայել Բաղդասարովին, ապա այդտեղ այդ ցուցմունքից պարոն Բաղդասարովը հրաժարվել է և հիմնավորել է, որ այն արձանագրվել է սխալ կերպով, որովհետև գիտեք, նա ռուսախոս էր և սխալ թարգմանության կամ ուղղորդված սխալ, եթե ավելի ուղիղ խոսենք, թարգմանության արդյունքում այդպիսի զավեշտալի մեղադրանքներ տեղ էին գտել արձանագրության մեջ։ Մի խոսքով Միքայել Բաղդասարովը այդ ցուցմունքը տվել էր, սխալ էին թարգմանել, հետո նա այդ թարգմանության հիման վրա հրաժարվել էր այդ ցուցմունքից առերեսման ժամանակ և այդ թեման մեռել էր, չկար ընդհանրապես։ Միքայել Բաղդասարովի հետ առնչվող գործի կապակցությամբ 2025 թվականին, արդեն այս տարի, խնդրում եմ ֆիքսել 6 տարի անց, այդ քրեական գործը ուղարկվել է դատարան և հիմա դատաքննության փուլում է։ Ամենակարևորն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանին վերագրված դրվագը այդ գործի մեջ, դատարան ուղարկված փաթեթի մեջ գոյություն չունի, չկա։ Այսինքն 19 թվականին իրենք ստացել են որոշակի ցուցմունքներ, այդ ցուցմունքները պարզվել է, որ սխալմունքի, այսպես ասած, ճակերտավոր արդյունք են իրենց կողմից, և այնքան ակնհայտ էր, որ այդտեղ թեմա չկա, պրոբլեմ չկա, Սերժ Սարգսյանի վրա չեպե չկա, կեղծ չկա, որ անգամ իրենց հորինված շինծու ընդհանուր գործի մեջ այդ թեման չեն ներառել։ Իսկն այդ դրվագը գոյություն չունի դատական ատյանին փոխանցված գործի մեջ։ Եվ այսօր
6 տարի անց, հիշելով, որ 19 թվականին ինչ որ մի բան կարող էին բստրել կամ բստրել էին, հետո ծակվել էին, բռնվել էին, որ խաբում են, բայց այնուհանդերձ վիզ պետք է Սերժին արգելել մեկնել երկրից, այդ դրվագով կանչել են եւ նոր մեղադրանքի առիթով փակել են նախագահի մեկնելու իրավունքը։ Երեկ կայացել է Բագրատ Սրբազանի եւ նրա հետ միասին կանոնավորված քաղբանտարկյալների գործով դատական նիստը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի փոխանցմամբ դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու պահանջը։ Այն դեպքում, երբ նրա 85-ամյա հայրը գտնվում է հիվանդանոցում։ Հատուկ հարգանքս մեր նահատակ եղբայրների ծնողներին, Աստված օրհնի։ Կբացահայտեմ նաև, քանի որ իրենից ունեմ համաձայնությունը, անհրաժեշտությունը, հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի հայրը, Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, ով 85 տարեկան է, գտնվում է բժշկական կենտրոնում։ Այս ժամանակահատվածում նաև առողջական լրջագույն խնդիրներ է ունեցել, որի ողջ դետալները փոխանցվել էին դատարան։ Եվ դուք պատկերացրեք մեզ մոտ մարդասիրության որպես սկզբունքի ինչ աստիճան ճգնաժամ կա, որ այս միջնորդության դեմ առարկեցին դատախազները, որ գիտակցում են, վստահ եմ, որ 85 տարեկան Լավրենտ Սարգսյանը, Արթուր Սարգսյանի հայրը, ով մինչ այս պատմությունը առողջական խնդիրներ չի ունեցել, այս ժամանակահատվածում տեսնելով որդու նկատմամբ տեղի ունեցողը իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել։ Արթուր Սարգսյանի մոտ առողջական խնդիր չի առաջացել։ Եվ պատկերացրեք այս պայմաններում նշված միջնորդությունը մերժվում է։ Ազնվորեն եմ ասում, չեմ պատկերացնում ինչը պետք է լինի։ Օրերս Սահմանադրական դատարանը որոշման արձանագրում է, որ տնային կալանքը իր ինտենսիվությամբ նույն կալանքն է։ Պարզապես օրինակ այդ ժամանակ կարող է մարդասիրության երաշխիքը, սկզբունքը պահպանվել, բայց այս դատարանի համար դա նշանակություն չունի, հանրային մեղադրողների համար նշանակություն չունի, սա փաստն է, գաղափար չունեմ։ Ինչով պարզաբանվեց, թե չպարզաբանվեց։ Բացարձակապես, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, բայց մերժեց, որտեղ Արթուր Սարգսյանը դեռ կալանավորված է։ Սա է այն իրականությունը, որը ունենք։ Շարունակելով հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարված թեմաները, կարգալույց է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն Քահանա Հունանյանը, հայտնել են Մայրաթորից։ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիսից, անտեսել Տավուշի թեմի առաջնորդական տեղապայի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը, մեղսակից դառնալով կարգալուծվածին հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։ Ռուսական ծագման առաջին ավելի քան 1000 տոննա ցորենի խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Բեռը Ռուսաստանի տարածքից անցել է Ադրբեջանով, այնուհետև Վրաստանով և նոր հասել Հայաստան։ Ցորենը տեղափոխվել է 15 հացահատիկային վագոնով։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից հայտնում են, որ հացահատիկը կմատակարարվի Հարավկովկասյան երկաթուղի ընկերության դալարի կայարան։ Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։ Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները։ Իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տեղյակ չէ, թե որ ընկերությունն է Ադրբեջանով Հայաստան ներկրում ցորեն Ռուսաստանից և Ղազախստանից։ Նաև չգիտի, թե ինչքան է վճարվում Ադրբեջանին տրանզիտային ուղու համար։ Բայց միևնույն ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի մուտքը բնութագրել է որպես պատմական իրադարձություն։ Նախարարն անձամբ է դիմավորել գնացքը այրուն կայարանում։ Բայց հիմնական հարցը մնում է անպատասխան։ Իրականում ինչ նպատակ է
հետապնդում երթուղու այս փոփոխությունը։ Ավելի մանրամասն ռեպորտաժում։ Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներդրումն արդեն իրականություն է։ Ասում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղությունն է արտացոլված հողի վրա, այսինքն տնտեսական կյանքում։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա այրում կայարանում եմ եւ այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ, առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ։ Եվս 1000 տոննա այս անգամ ղազախական ծագման ցորենն արդեն Ադրբեջանի տարածքում է, Հայաստանի ճանապարհին։ Մինչ ոգևորիչ գրառումներով խաղաղության օրակարգն է հաստատվում, քաղաքացիները հետաքրքրված են։ Գնիչեցում կլինի, թե ոչ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության ապագան խոստումնալից է։ Ես հուսով եմ, որ այսօր Հայաստան ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը շատ տնտեսապես նպատակահարմար է, ընդ որում եւ Ղազախստանից եւ Ռուսաստանից եւ էապես եւ ղազախական ցորենի ինքնարժեքը եւ նաեւ ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով տրանսպորտային տեսանկյունից Ղազախստանից եկող ցորենը այլ հավասար պայմաններում պետք է ավելի թանկ լինի, քանի որ Բաքու-Թբիլիսի-Երևան երկաթուղին ավելի երկար է, քան Փոթի-Թբիլիսի-Երևանը։ Այսինքն միանշանակ չեն կարող ասել, որ Ղազախստանից եկող ցորենը անհամեմատ էժան կգա, քան որ երկաթուղին ավելի երկար է այս պարագայում։ Բայց Ռուսաստանից եկող ցորենը Ադրբեջանի տարածքով կարող է ավելի էժան գա։ Հաշվի առնելով են, որ այս դեպքում օրինակ նավի պարոմը չի օգտագործվի եւ երկաթուղին այսպես Ռուսաստանից կարող է այսպես բեռնափոխադրում կազմակերպել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։ Իսկ Հայաստան խմբակցության падգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը վստահ չէ, որ այս փոփոխությունները էականորեն ազդելու են Հայաստան ներմուծվող ցորենի գնի վրա, քանի որ իշխանությունը պետք է ներկայացնի, թե տրանսպորտային ծախսերի ինչպիսի նվազում է արձանագրվում 1 տոննայի հաշվով, բայց կարևոր հանգամանք է պետք հաշվի առնել։ Ընդհանուր առմամբ, որպես այլընտրանքային ճանապարհ եւ լոգիստիկ հնարավորություն, դա դրական է, բայց մենք նաև չպետք է մոռանանք, թե դրա համար ինչ աշխարհաքաղաքական գին է վճարվում եւ երկրորդը, թե այսպես կուլիսների հետևում եւ թաքուն կերպով ինչ պայմանավորվածություններ կան եւ վերջո ինչի դիմաց է այս կատարումը։ Նույն հանգամանքը մեկ այլ կերպ ընդգծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Հետևաբար այսպես այս բեռնափոխադրումները, որ կատարվում է վերջի շրջանում, ավելի շատ այսպես քաղաքական է, քան տնտեսական։ Քաղաքական նրանք ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրելը հնարավոր է եւ դրանով փորձում են ազդակ փոխանցել մեր հանրությանը, այսինքն ներքին սպառման, որ անվտանգությունը ավելի է ամրապնդվել, խաղաղության օրակարգը ավելի է ուժեղացել, սա է, այսինքն իրենք ավելի շատ քաղաքական ազդակներ են փոխանցում, քան տնտեսական։ Համենայն դեպս էկոնոմիկայի նախարարը եւ քաղաքական եւ տնտեսական առումներով դեռ չի բացում բոլոր փակագծերը։ Թույլ տվեք, այսպես ասած, ինտրիգը մի քիչ պահել, առաջիկա օրերին մենք համապատասխան հայտարարություններ եւ միջոցառումներ դուք տեսնեք։ Այն, որ Հայաստանը ցորենի ինքնաբավության խնդիր ունի եւ շուրջ 70%-ը ապահովվում է ներկրմամբ, գաղտնիք չէ։ Այլընտրանքային ճանապարհները բաց են իդեմս Ադրբեջանի։ Ինքնարժեքի իջեցման հարցը դեռ օդում։ Ադրբեջանը, որի հետ փորձում են գնալ խաղաղության, ոչ միայն դատում է մեր հայրենակիցներին, այլև ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի նրանք չկարողանան պաշտպանվել Բաքվի դատարանի կեղծ մեղադրանքների դեմ։ Երեկ Բաքվի ռազմական դատարանը շարունակել է քննել մեր հայրենակիցների դեմ հորինված գործը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների կեղծ դատավարության ընթացքում իբրև թե ապացույցներ է ներկայացվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ կապված 1990-ականների ազատագրական պատերազմի դրվագների հետ։ Կեղծ գործով հաջորդ դատական նիստը կկայանա այսօր։
Տեղափոխվենք վաղար շաբաթ, որտեղ ընտրական տրամադրություն է։ Մեր նկարանող խումբը երեկ եղել է Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում, որտեղ դպրոցի տնօրենը 60 աշակերտի օգնություն է բաժանել։ Տնօրենը մեզ հետ զրուցել չի ցանկացել, սակայն իմ գործընկեր Անի Աբաղյանը կարողացել է զրուցել գեղակերտցիների հետ, թե ինչ են պատմել գյուղացիները, դիտենք տեսանյութը։ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում դպրոցի տնօրենը 60 աշակերտի օգնություն է բաժանել։ Այս օգնությունը այս մարդիկ տարին 5-6 անգամ ստանում են։ Նոր ասեցին 2-3 անգամ։ Շատ լավ է։ Մարդ կա, որ նոր է։ Բայց դուք ինչ եք լծված այս աշխատանքին։ Որովհետև ես ՀԿ-ի նախագահ եմ։ Շատ լավ, բայց դուք նաև դպրոցի տնօրեն եք, այս պահին։ Նախընտրական շրջանում գտնվող համայնքում է աջակցությունը բաժանել տնօրենը։ Ասում է հրաժարվել չէր կարող, իր խղճի եւ մտքի բարձր զգացումով է առաջնորդվել ու համաձայնել բաժանել օգնությունը։ Մեզ հետ զրուցել չցանկացավ, ասաց թույլ տվեք օգտվել իմ հրաժարվելու իրավունքից։ Դասի էր, հետո մարզպետարաններ շտապելու։ Այցը կապ ունի արդյոք օգնություն բաժանելու թեմայի հետ։ Նորից օգտվեց պատասխանելուց հրաժարվելու իր իրավունքից։ Գեղակերտի բնակիչներից Սիրանը նախորդ տարի է ստացել կադրերում երևացող տոպրակների օգնությունը։ 5 երեխա, 4 թոռ ունի։ Նրանցից մեկին էր հասել աջակցությունը։ Սնունդն տարբեր սնունդներ էր։ Շաքարավազեր, պեսոկ, բաներ, յուղեր, վերմիշիլ, տես բաներ էլի։ Քաղցրալ մենքներ կար մեջ են։ Համայնքապետարանի բակում կանգնած բնակիչներից մեկը, որ Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին մասնակցելու համար էր եկել, ասաց, որ դպրոցի տնօրենը նման նախագծերով հաճախ է հանդես գալիս։ Միշտ էլ օգտել է, եկի քանի ինչ դպրոցի տնօրենը ել է, միշտ էլ օգտել է։ Ոտնես չի որ ինքս իմ բանը։ Միշտ օգնել է։ Իմ հարևանների տարել անապահովին, տարավ մի քիչ հեռու բարդ։ Տարավ զատիկ մանդատուն անապահովին։ Սաղին էլ օգտել է, միշտ օգտել է, ես որ էդի չի վերաբերում ընտրությանից, 1000 միլիոն տոկոս ասնեմ, որ չի վերաբերում։ Բնակավայրի նախկին գյուղապետն ասում է, առաջին անգամ է աջակցության մասին լսում, երբևէ չի իմացել, անտեղյակ միայն նա չէր։ Հետո թե օգնությունը տավ ասել բադա։ Դե սուտ դեր, ես բան չեմ լսել։ Երբևէ չի բար։ Դու ինչ։ Երբևէ բաժանելու։ Ոչ, ես չեմ լսել ու չեմ էտիս, որ հանկարծ օգնություն վերեմ բաժանեմ։ Ինչ արդյունք ունեն տվել, որ տեղակ չբացա, կավակ եմ։ Ասում են միշտ ինքը օգնություն է բաժանում գյուղացիներին։ Նախընտրական փուլում գտնվող Գեղակերտում եւս այդ աջակցության մասին անտեղյակ էին։ Համայնքի ղեկավարի տեղակալից հաջողվեց պարզել միայն, որ ղեկավարն արձակուրդում է վաղաշաբաթի ավականու նախընտրական փուլից մինչև ավարտը արձակուրդում է լինելու։ Ակտիվ մասնակցում է ԿՊԱ-ական թեկնածուի քարոզարշավին։ Փոխարենը համայնքապետարանից տեղյակ չէին համայնքում ով է աջակցություն բաժանում, ովքեր են ներառված շահառուների խմբում, ինչու են նախընտրական փուլում գտնվող բնակավայրում որևէ մեկի տանը աջակցություն բաժանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդատյանն է, վաղաշաբաթի ավականու ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտ Մեխակյանն ու Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը։ Երեքն էլ արձակուրդում են։ Նրանք ովքեր աշխատում են, չեն կարող առանց արձակուրդի քարոզարշավի մեջ լինել։ Խոսելով դպրոցի տնօրենի աջակցության մասին Խուդատյանն ասաց, որ տեղյակ չէ, քննություն կանցկացվի պարզելու հանգամանքները։ Դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, որ կանանց, երիտասարդների եւ կրթություն հզորացման ՀԿ-ից է, ասում է տարեկան միլիոնավոր սոցիալական ծրագրեր են կատարում Խոյ համայնքում կամրջակ սոցիալ բարեգործական կազմակերպության տրամադրած օգնության հաշվին։ Այնպիսի ծրագրեր, որոնց մասին համայնքապետարանը տեղյակ չէ, բայց կան քաղաքացիներ, որոնք օգտվել են։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները դեռ չեն կարգավորվել։ Նա հիշեցրել է 1981 թվականի հունվարի 19-ին ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Ալժիրում ձեռք բերված պատմական համաձայնությունների մասին։ Այդ պայմանավորվածությունների արդյունքում Իրանը ազատ արձակեց 1979-ին պատանդ վերցրված ամերիկացի դիվանագետներին, որոնք ավելի քան 1 տարի գտնվում էին Թեհրանում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կհամապատասխանեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Նա հավելել է, որ այս հարցում սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ եւ որ Ադրբեջանի զինված ուժերի արդիականացումը կշարունակվի։ Ռուսաստանում արձագանքել են Ալիևի հայտարարությանը։ Մասնավորապես Կոստանտին Զատուլինն ասել է, որ Ադրբեջանի նախագահի ասացները չպետք է անակնկալ լինեին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանն, այն իրականացվում է անմիջականորեն Թուրքիայի միջոցով։ Ադրբեջանն ու Թուրքիան ըստ էության ունեն ընդհանուր բանակ եւ հրամանատարություն, ասել է նա։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահներին։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը Թրամփին անվանել է խաղաղության նախագահ։ Իրականում ոչ մի ամերիկյան նախագահ երբեք այսպես չի վերաբերվել Կենտրոնական Ասիային։ Շատ շնորհակալ եմ դրա համար, ասել է նա։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն էլ Թրամփին անվանել է ուժեղ առաջնորդ, պետական գործիչ, որը ոգեշնչում է իրեն։ Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքվել է ավելի քան 17 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրեր։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում Հզբոլլահ խմբավորման ենթակառուցվածքներին։ Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի քարտուղարը կոչ էր արել Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին տարհանվել ծրագրվող հարձակման պատճառով։ Լուվրի թանգարանի կողոպտի գործով կասկածյալ է ճանաչվել մոտոհնարքներով հայտնի յութուբյան Աստղ Աբդուլլայը։ Նշվում է, որ 39-ամյա կասկածյալը հայտնի է դարձել 2000-ականներին մոտոհնարքների մասին իր յութուբյան տեսանյութերի շնորհիվ։ Հաղորդվում է, որ Աբդուլլայը, ինչպես նաև իր հանցակիցներից մեկը, հարցաքննության ժամանակ խոստովանել են ամենը։ Կասկածյալները նշել են, որ չեն գիտակցել, թե ուր են ներխուժել։ Նրանցից մեկը կարծել է, թե շենքը փակ է եւ դատարկ։ Հիշեցնենք, որ աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ 4 գողերը 7 րոպեում բոլորի աչքի առաջ տարել էին 88 միլիոն եվրոյի զարդեր։ Տեսլայի բաժնետերերը քվեարկել են ընկերության հիմնադիր Իլոն Մասկին մոտ $1 տրիլիոն վճարելու ծրագրի օգտին։ Համաձայնագիրը պարտավորեցնում է Մասկին, մոլորակի ամենահարուստ մարդուն, զգալիորեն մեծացնել էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության շուկայական արժեքն առաջիկա տարիներին եւ հասնել այլ նվաճումների։ Հնարավոր վճարումը կարող է Մասկին դարձնել պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։ Մանիլայում անցկացված Միս Երկիր գեղեցկության մրցույթի այս տարվա հաղթող է դարձել Չեխիան ներկայացնող Նատալի Պուշկինովան։ 21-ամյա Պուշկինովան մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ուսանողուհի է։ Նրանից բացի մրցույթին մասնակցել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած 81 գեղեցկուհի։ Իր ելույթում Պուշկինովան ասել է, որ հույս ունի նպաստել գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման հարցում միասնության ամրապնդմանը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Աշխարհի քարտեզը փոխվում է, փոխվում են գլխավոր խաղացողները, փոխելով ուժերի հավասարակշռությունը։ Փորձագետները կանխատեսում են, որ աշխարհը նոր պատերազմի շեմին է։ Ակտիվանում է ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնական ուժերը, ակտիվանում է միջուկային փորձարկումների մասին խոսակցությունները գերտերությունների ղեկավարների մակարդակով։ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան եւ Եվրոպա։ Շախմատային մեծ տախտակ, որտեղ յուրաքանչյուրն ունի հաջորդ քայլի եւ խաղատախտակի դասավորության սեփական ծրագիրը։ Աշխարհի քարտեզում փոփոխություններ են սպասվում։ Մասնագետների գնահատմամբ աշխարհը կանգնած է հնարավոր մեծ պատերազմի շեմին։ Վերջին շրջանում էլ ակտիվացել են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ Միաժամանակ միջուկային փորձարկումներ սկսելու մասին հայտարարություններ են արել Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները։ 33 տարվա միջումից հետո Միացյալ Նահանգների նախագահը հրահանգել է ռազմական գերատեսչությանը սկսել միջուկային փորձարկումների գործընթացը։ Թրամփը նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն էլ են սկսել այդ գործընթացը, ինչու ինքը չի կարող անել նույնը։ Քանի որ այլ երկրներ փորձարկում են միջուկային ծրագրեր, ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի այս քայլը ուղերձ է ուղղված աշխարհի մյուս երկու խոշոր միջուկային տերություններին՝ Ռուսաստանին եւ Չինաստանին, սակայն նրա հայտարարությունից հստակ չէ խոսքը վերաբերում է պայթյունավտանգ փորձարկումների, թե միջուկային հրթիռների թռիչքային փորձարկումներին։ Հատկանշական է, որ աշխարհում վերջին 25 տարիներին ոչ մի միջուկային տերություն պայթյունավտանգ փորձարկումներ չի արել Հյուսիսային Կորեայից բացի։ Սա շատ վտանգավոր խաղ է, քանի որ անգամ սառը պատերազմի ժամանակ այսպիսի ռետորաբանություն մենք չենք լսել ոչ եվրոպացիների, ոչ ամերիկացիների, ոչ ռուսների կողմից։ Սա բավականին անպատասխանատու խաղ է, շատ վտանգավոր խաղ է, որը կարող է բերել էսկալացիայի։ Դեռ նրանք սառը դատողություն իրենց հերիքում է, որպեսզի դա չանել։
Ռուսաստանը շարունակում է համարվել աշխարհի ամենամեծ միջուկային զինանոց ունեցող տերությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է արձագանքել Թրամփի հայտարարությանը։ Նախագահ Թրամփը իր հայտարարության մեջ նշել է, որ այլ երկրներ զբաղվում են միջուկային զենքի փորձարկումներով։ Մինչև հիմա մենք չգիտեինք, որևէ մեկը փորձարկում է անում։ Պուտինը, որ տիրապետում է աշխարհի ամենամեծ միջուկային մարտագլխիկների զինանոցին, բազմիցս ասել է, որ եթե որևէ երկիր փորձարկի միջուկային զենք, ապա Ռուսաստանը նույնպես կանի դա։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը հռչակել են, որ վերադառնում են միջուկային զենքի տեստերին, այսինքն նրանք սկսել են նորից վերսկսելու են տեստերը միջուկային զենքի, նշանակում է, որ մենք 55 տարի վերադառնում ենք անցյալ, 55 տարվա պատմություն են կորցրել։ Ռուսաստանը եւ Չինաստանը որոշ ձևով հիմա սկսելու են զսպել Միացյալ Նահանգները, ձևավորվում է երկու բևեռ, Միացյալ Նահանգներ, Եվրոպա մի կողմից եւ Ռուսաստան, Չինաստան։ Բայց միջազգային հարաբերությունները երկրների բախվող շահերի մասին է։ Չինաստանը, որ Ռուսաստանի դաշնակիցն է, եւս տիրապետում է միջուկային զինանոցի, աշխարհում երկրորդ զինանոցը նրանցն է։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է Միացյալ Նահանգներ Չինաստան վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայում։ Այնպես որ այս պետությունները նախ եւ առաջ մրցակիցներ են եւ բնական է որ նաեւ ինչ-որ ուղղություններով համագործակցում են վերջի ամենախոշոր առևտրային գործընկերներն են հնարավոր վերջին տարիների ընթացքում Չինաստանը դարձել է ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկը Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի համար այնպես որ կա շատ մեծ մրցակցություն բայց կա նաեւ շատ մեծ համագործակցություն եւ փոխգործակցություն ամենատարբեր ոլորտներում Թրամփը հանդիպումը որակել է հրաշալի, նշելով, որ կողմերը փորձել են մեղմել առևտրային լարվածությունը։ Մասնագետները նկատում են Չինաստանի կիրառած տնտեսական հակասանկցիաները տվել են իրենց արդյունքը։ Պեկինը խոստացել է թույլատնել հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողությունը։ Սակայն այս տնտեսական քայլերի հետևում փորձագետների համոզմամբ հստակ քաղաքական հաշվարկներ են թաքնված։ Բարդ է տես միանշանակ գնահատական տալ, որտեղ այդ պետությունները բացի համագործակցում մրցակցում են ամենատարբեր ոլորտներում եւ տնտեսական մրցակցությունը տեղի ունենում նաեւ մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Չինաստանի մեջ եւ քաղաքական ազդեցության մրցակցություն կա ակնհայտ երևում է որ Միացյալ Նահանգները անհանգստացած են Չինաստանի հաջող քաղաքական եւ տնտեսական հզորությամբ Մասնագետները կանխատեսում են աշխարհը նոր բևեռացման փուլում է։ Եվրոպան փորձում է մեկուսացնել Ռուսաստանին, մինչդեռ Միացյալ Նահանգները հասկանում է, որ չի կարող անտեսել ոչ Մոսկվային, ոչ էլ Պեկինին։ Այսպիսով Եվրոպան աստիճանաբար մնում է միայնակ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան գլոբալ եռյակի դիմաց։ Սեդամակարյան, Անրանիկ Մասուրյան, ABC Media։ Այսքանն էին այժմի լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 15-ին։